անհրաժեշտ բարերին եւ զուգահեռ նաեւ գրանտներ են եղել եւ մենք երբևիցե չեմ ուզենա որ մենք այդպիսի դիրքորոշում ունենանք որ մեր մոտ եթե ինչ-որ միջազգային կենտրոններ են կառուցվում դրա նկատմամբ մենք ունենանք վատ վերաբերմունք դա պետք է ցանկացած քաղաքական ուժի ներկայացուցիչ եւ ցանկացած քաղաքացի որոշ ունի դեռ այդպես չէ եթե դու խնդիր ունես ուրեմն դու միջազգային հանրությունից այսպես ասած մեկուսացվես ու որից է միջազգային համագործակցության խնդիրների մասին չմտածել ինչ մնում է բանակին ապա բանակի հետ կապված բազմիցս փակ եւ բաց քննարկումներ են եղել բանակի միջոցների հետ կապված բանակի վիճակի հետ կապված տարօրյա պատերազմից տխող որոշակի թերությունների ու խնդիրների հետ կապված դրա արձագանքը շատ հստակ եղել է որ արձագանքը եղել է անձերի առումով եւ կոնկրետ ուրեմն պատասխանատուների առումով ես չէի ուզենա դրան անդրադառնալ եւ հստակ կապել բյուջեի հետ կառավարողականի հետ ինչ մնում է ուրեմն ընդհանրապես պետք է ասեմ որ ցանկացած պարագայում մենք այսօր բնական է հարգաբյուջետային քաղաքականությունից որ մենք կարողանանք վարել բնական է մենք դեֆիցիտի խնդիր միշտ ունենանք բայց նաեւ ուզում եմ հիշեցնել որ մեր բյուջեն ոչ թե մենք հենց այնպես որ նախագիծը գալիս է կառավարությունը ներկայացնում եւ սկսում են ամեն մեկը իր ուրեմն ուզածի ձևով ծեվել ու չափել կամ կտրել նման բան արդեն երկար ժամանակ գոյություն չունի որտեղ բոլոր գերատեսչությունները եւ կառավարությունը աշխատում են ծրագրերով եւ մեր բյուջեի գրեթե 95%-ը ծրագրեր են եւ ոչ թե ինչ-որ առանձին բաներ իսկ այդ ծրագրերը կամ միջնաժամկետ ծրագրեր են այսինքն 3 տարվա համար կամ ավելի երկար տարիների համար եւ դա նաեւ հիմք է տալիս որովհետեւ մենք 2015 թվականին անցնենք այլ իրողության բյուջեի հետ կապված, այսինքն ծրագրային բյուջետավորման։ Ես որ կարծում եմ ես կանը բավարարել որ 2015 բյուջեի աշխատողության մասին։ Խոսելը ներկայացնելը շատ լավ է իհարկե, արդյունքն է կարևոր։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության վիճակը ֆինանսական ծանրագույն վիճակ է։ 50% անգամ պաշտոնական տվյալներով 50% անցել ենք վարկերի, պարտքերի, անցել ենք Ջեր ասած Պարոն Սարգսյան, ներողությունները ուրեմն տեսեք, շատ հազար անգամ ներողություն, նախ ուրեմն վարկերի հետ կապված, ես ուզում եմ որ հստակ լինի, նախ վարկերի հետ կապված ոչ միայն հնա վարկարաբերությունն է, դեֆիցիտ վարկարաբերությունն է, մենք վարկերի հետ կապված ունենք միջազգային մոտ 12 ցուցանիշ, եւ որից է ցուցանիշով Հայաստանի Հանրապետության վարկային տեղը չի համարվում ուրեմն ծանր վարկային տեղ, մենք համարվում ենք նորմալ վարկարու Ինչի համար եք վարկվեցնում։ Վարկ տարբեր ծրագրեր ուրեմն սկսես ասեմ արդյունաբերություն է զարգացել, գյուղատնտեսություն է զարգացել, փոքր միջին ձեռնարկատերերն ավելացել, բոլոր ձեր ասած ուղղություններով, ուրեմն ոչ թե արդյունաբերություն, որտեղ պետությունը արդյունաբերություն զարգացնելու համար այսօր պատասխանատվություն չունի, դուք շատ լավ գիտեք, որտեղ մենք շուկայական հարաբերություններություն, չէ, ինչպես ասեմ, այսօր պետությունը ավելի շատ փոքր միջին բիզնեսի ուրեմն աշխուժացման համար է վարկեր վերցնում, պետությունը վարկեր է վերցնում ռոռոկման համակարգերը ուրեմն վերանորոգելու համար կամ նոր ռոռոկման համակարգեր կառուցելու համար, որը հնարավորություն է տալիս գյուղատնտեսությունը զարգացնելու համար, ձեր ասած ջրովի վարելահողերը ավելացնելու համար, այսօր պետությունը վարկ է վերցնում նաև այլ շատ դեպքերում առանձին խնդիր, երբ որ բյուջեի դեֆիցիտը փակելու համար իսկ չմոռանանք, որ մեր բյուջեի դեֆիցիտը մենք ունենք, ես դա նշեցի, եւ մենք նաև մեր բյուջեն սոցիալական բյուջե, որտեղ մենք մեր բյուջեի 40%-ը մենք անկախ ամեն ինչից թե համաշխարհային տնտեսական ճգնաժամերի մեջ ենք հայտնվում, ինչ արտաքին ազդակների տակ ենք հայտնվում, մենք միշտ սոցիալական խնդիրները փորձում ենք լուծել։ Պատերազմից հետո հիմնականում լսում ենք թե արդյունաբերությունը, հատկապես ռազմարդյունաբերությունը պետք է մենք զարգ տանք ռազմարդյունաբերության, արդյունաբերության։ Հիմա դուք հայտարարում եք, որ պետությունը չունի իրավասությունը արդյունաբերության մեջ, Հետևյալը հասկանանք, ուրեմն հետևյալը հասկանանք, շուկայական հարաբերությունները եւ կա պահանջարկի ու առաջարկի խնդիր, այսօր ներողություն ասեմ, թողեք հարցը պատասխանել։
Եվ քանի որ այո, Աբելյան պատերազմից հետո մենք տեսանք, որ խնդիր ունենք ռազմաարդյունաբերական համալիրի ուրեմն զարգացման համար, նշանակում է, որ մեր բանակը ունի պահանջար, եւ այդ ռազմաարդյունաբերական համալիրը բնական է պետք է իր ներողությունները։ Չէ, ներողությունը ո՞րն է, բայց ինչը չգիտեի, մի վարքան, բան եք ասում ուրեմն, այսպես ասեմ, շատ բաներ կարելի է չիմանալ, որ բանակը ինչի պահանջում է։ Պարոն Սարգսյան, բանակի պահանջները շատ լավ բանակի ղեկավարությունը գիտի, բայց երբ որ Աբելյան պատերազմը եղավ, շատ հարցեր թերություններ ի հայտ եկան, եւ այդ թերություններից մեկն է նաեւ, որ որոշ խնդիրներ կարելի է լուծել սեփական ռազմաարդյունաբերական համալիրի հաշվին։ Ադրբեջանը արդեն 15 տարի է այդ իր համալիրը ստեղծել է, ինքն էլ արտադրում է։ Մենք չենք տեսնում քույրերին, չենք տեսնում ինչ էին իրենք։ Մեր մոտ այդ համալիրը, որպես այդպես չի ասի, մեծ համալիր, բայց մեր մոտ դեռևս 90-91 թվականներից այդ նմանատիպ ձեռնարկություններ կան, որոնք դեռ այն ժամանակ ուրեմն վերապրոֆիլավորվել են եւ բանակի համար փորձել են ինչ-ինչ բաներ ունեցածը քանդեցին, ասեք, բարձ ասեք։ Չէ, ներողություն ասեմ, ունեցածը չքանդեցին։ Քարենցավանը լրիվ քանդեցիք, հետո մնաց